Հայաստանի որևէ բարձր պաշտոնյա չի մասնակցել Մյունխենի անվտանգության կոնֆերանսում, որը օրերս տեղի է ունենում Գերմանիայում։ Սա խնդրահարույց իրավիճակ է, որովհետև ինչպես օրենք այդտեղ մասնակցում են երկրի առաջի դեմքերը, այդ թվում վարչապետը կամ նախագահը։ Նախկինում իհարկե նաև մասնակցություն այդ մակարդակով եղել է։ Իլհամ Ալիևը, Ադրբեջանի նախագահը, ներկա էր այդտեղ գտնվում եւ օգտագործում էր հնարավորությունը կապեր հաստատելու համար։ Այդ թվում մենք ձեր հետ միասին երեք խոսեցինք Իլհամ Ալիևի հարցազրույցի մասին France 24-ին, որը տրվել է հենց Մյունխենի գագաթնաժողովի զուգահեռ։ Տարբեր այդտեղ կարևոր շատ իրադարձություններ եւ հայտարարություններ արվել, իհարկե, եւ մենք ձեր հետ միասին կքննարկենք այսօր բոլոր այդ կարևոր հայտարարությունները տարբեր պետությունների կողմից, Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի ղեկավարի կողմից, Մարկո Ռուբիոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Մերցի եւ ուրիշ բարձր պաշտոնյաների շատ կարևոր ուղերձները եւ կարևոր որոշումները փաստացի։ Ես իհարկե ողջունում եմ այն, որ այդ գագաթնաժողովում գտնվում էր Հայաստանից առնվազն երկուսի համար հայտնի մասնակից։ Դա Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է եւ նաեւ քաղաքական հասարակական գործիչ Ստյոպա Սաֆարյանը։ Բայց իհարկե իմ համար մնում է անհասկանալի, թե ինչու Հայաստանը ոչ առաջի դեմքի մակարդակով, ոչ էլ արտաքին գործերի նախարարի կամ փոխնախարարի առնվազն մակարդակով չմասնակցեց այս միջոցառումին։ Հատկապես հաշվի առնելով, որ վերջերս Հայաստանը կնքել է այսպիսի ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթուղթ Գերմանիայի հետ։ Առնվազն Մյունխենի գագաթնաժողովը այդ հնարավորությունն էր, որտեղ որ Հայաստանը անպայման պետք է գտնվի եւ քննարկի։ Իհարկե, այդ երկու մասնակիցը, ում մասին որ ես նոր խոսեցի, ես համոզված եմ եւ հուսով եմ, որ կունենային պատշաճ կապեր եւ կներկայացնեն Հայաստանի դիրքորոշումը, բայց ոչ պաշտոնական, որովհետեւ իրենք այս պահին պաշտոնական Երևանը չեն ներկայացնում։ Ես համարում եմ, որ սա սխալ է եւ ես կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը, որ ապագայում անպայման Մյունխենի գագաթնաժողովին, ինչպես նաեւ ուրիշ կարևորագույն հարթակներին առանց ուշադրություն այդ հարթակները չթողնել։ Ես անկեղծ ասած չգիտեմ պատճառը, հուսով եմ, որ այդտեղ կա որևէ տրամաբանություն եւ պատճառ, եթե ոչ, ապա նույնիսկ այդ դեպքում էլ եթե կա պատճառ կամ եթե ոչ չկա, ապա ապագայում հուսով եմ, որ այս իմ պատկերացումով սխալ քայլը կլինի ուղղված եւ Հայաստանը պետք է պատշաճ ներկայացված լինի։ Նույնիսկ Վրաստանը, որը ունի շատ լարված հարաբերություններ այս պահի դրությամբ եվրոպական պետությունների հետ, արտաքին գործերի նախարարին հրավիրել էին, վարչապետին հրաժարվեցին հրավիրել եւ այդտեղ ներկա էր եւ մասնակցում էր։ Եվ Հայաստանից բարձր կամ ամենաբարձր մակարդակով պետք է լիներ մասնակցություն։ Համարում եմ, որ սա շատ կարևոր է արձանագրել, միջև ձեր հետ միասին մենք կանցնենք ուղիղ քննարկմանը այն հարցերի, թե ինչ էր քննարկվել այս ընթացքում։ Ենթադրում եմ, որ սա կարա նաև կապված լինի ինչ-որ առումով Իլհամ Ալիևի այդտեղ ներկայության հետ, բայց հաշվի առնելով սա ուղղակի այդպիսի հնարավորություն գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ պետք է ասել, որ նույն Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդիպել էր Ալիևին Աբու Դաբիում այցի ժամանակ եւ այդ պարգևի փոխանցման ժամանակ, ապա ես առնվազն բաց աղբյուրների վրա հիմք ունենալով չեմ կարող գտնեմ տրամաբանական պատճառ, թե ինչու հայկական կողմը չմասնակցեց այս գագաթնաժողովում։ Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ եւ կոչ եմ անում իհարկե, որ այսօրվա մեր այս կարևոր վերլուծությունը ձեր լայքերով աջակցեք, ինչպես նաեւ գրեք ձեր մեկնաբանությունները, արդյոք Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր, թե ոչ ձեր կարծիքով եւ ինչ եք մտածում առհասարակ այս կոնֆերանսի մասին։ Ես մի քանի այդպիսի մեկնաբանություն ուրիշ մեր վերլուծություններում տեսա, որ ինչու Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել եւ որոշեցի պատրաստեմ այսպիսի կարևոր վերլուծություն արդեն ոչ թե այդ թեմայի մասին, մասնակցության այլ չմասնակցության, այլ հարցը վերաբերվում է հենց բուն կոնֆերանսին, ինչ է քննարկվել, ինչ հարցեր է օրակարգային եւ ինչ կարևոր հայտարարություններ են արվել։ Առաջինը պետք է սկսենք Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոյից։
Եվ Ռուբիոն շատ կարևոր հայտարարություններ է արել Միացյալ Նահանգների անունից, այդ թվում իհարկե Դոնալդ Տրամպի անունից, եւ հայտարարությունները ներառում են այն, որ առաջի հերթին ամերիկացիք եվրոպացիքի որդին են եւ որդիներն են այսպես գնահատեց։ Սա իհարկե քաղաքական գնահատական չի, բայց քաղաքական մթնոլորտ է նաև ձևավորում, հասկանալի է, որ Եվրոպայից է ձևավորվել Ամերիկան եւ ընդգծել է, որ մենք ընդհանուր պատմություն եւ արժեքահամակարգ ունենք եւ չնայած նրա, որ մեր հայրենիքը գտնվում է Ամերիկայում, մենք միշտ կմնանք Եվրոպայի որդին։ Բացի դրանից հստակ ասել է, որ Միացյալ Նահանգները չեն պատրաստվում նաև համակերպվել նրա հետ, որ արևմուտքի դերը նվազում է աշխարհում եւ կոչ է արել եվրոպացիներին, որ նաև մեծ ներդրում ունենան արևմուտքի հզորացման գործընթացում, ինքը դեմ է խոսացել գլոբալիզացիայի գործընթացի, ուրեմն եւ նաև կլիմայական փոփոխությունների ուղղությամբ այդ հարցը ամենակարևոր ներկայացնելու թեզի դեմ է, նաև խոսել, ինչը դեմոկրատների շատ կարևոր մասն էր քաղաքականության, միգրացիայի հարցերի կտրուկ դեմ է խոսել եւ ասել է, որ սա շատ լուրջ խնդիր է ներկայացնում եւ բացի դրանից խոսել է, որ արևմուտքը պետք է այսպես արդիականացվի, վերանորոգվի եւ որ փաստացի արևմուտքը պետք է հզորանա, այդ թվում պաշտպանողական հնարավորությունները արևմուտքի պետք է զարգանան եւ իրանք ուզում են, որ դաշնակիցները Եվրոպայում լինեն հզոր եւ կայացած։ Եվ սա հետաքրքիր էր ընդհանուր առումով պետք է ասեմ, որ Մարկո Ռուբիոյի հայտարարությունները շատ դրական էին, որովհետև ինքը ընդգծեց, որ միասնական են Եվրոպան եւ Միացյալ Նահանգները, ուղղակի տարբեր ձև են հիմա դիտարկում այս իրադարձությունները, որոնք տեղի են ունենում եւ մոտեցումները։ Ես այսպես կասեմ, քաղաքական առումով Միացյալ Նահանգները աջ թևի վրա են, իսկ Եվրոպան այս պահին ձախ թևի վրա է մեծ մասամբ եւ հաշվի առնելով դա, այստեղ հենց նույն տրամաբանության տարբեր մոտեցումների մասին է, ես դրանում խնդիր չեմ տեսնում, եթե կողմերը կարողանան այս կոնստրուկտիվ հարաբերությունները պահպանել, իսկ այս պահին Մարկո Ռուբիոյի հայտարարությունները այդպիսին են, այսինքն Միացյալ Նահանգները Եվրոպային ոչ թե թշնամի չի ընկալում, այլ ընկալում է ինչպես դաշնակից, ուղղակի ուրիշ ձևի դաշնակից եւ Միացյալ Նահանգները կուզեին այդ դաշնակիցը լիներ ավելի նման Իրան, բայց դա արդեն Միացյալ Նահանգների ցանկությունն է, բայց որոշումը Միացյալ Նահանգներինը չէ, Եվրոպայինն է։ Մյուս կողմից խոսեց նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, շատ կարևոր հայտարարություն ուներ եւ խոսեց նրա մասին, որ Գերմանիան եւ Ֆրանսիան բանակցություններ են վարում եվրոպական միջուկային անվտանգության ձևավորման ուղղությունով, այսինքն որ ֆրանսիական զենքը միջուկային դառնա եվրոպական միջուկային զենք։ Եվ սա ուրեմն անդրադառնում է այն հարցին, որի մասին մենք ձեր հետ միասին խոսել էինք, որ Եվրոպան ձգտում է ձևավորել միասնական եվրոպական այսպիսի բանակ։ Մյուս կողմից պետք է ասել, որ Միացյալ Նահանգներին կոչ է արել Մերցը, որ վերականգնի իր հանդեպ վստահությունը տրանսատլանտյան այս դաշինքում, կարելի ասել մասամբ դա արել է Ռուբիոն այս իր ելույթի ժամանակ։ Մերցը նաև խոսել է նրա մասին, որ հին աշխարհի համակարգը փլուզվում է եւ որ մեծ պետությունները վերադառնում են ուժի քաղաքականությանը եւ Միացյալ Նահանգները միայնակ չեն կարողանա լուծել այն հարցերը, որոնք իր առջև կան, եւ Եվրոպան պետքա դառնա առանձին այսպիսի հզոր կենտրոն ուժի նաեւ։ Բացի դրանից խոսել է Մերցը նրա մասին, որ եվրոպական արժեքները տարբերվում են MAGA-ի արժեքներից, սա Make America Great Again տարբերակն է, այսինքն ինքը համարում է, որ Եվրոպան միևնույնն է պետք է իր սեփական օրակարգը ունենա եւ ուկրաինական հարցում ասել է Մերցը, որ պետք է Եվրոպան շատ հստակ շարունակի Ուկրաինայի աջակցությունը, որովհետեւ դա այլընտրանք չունի։ Կարևոր հայտարարություններ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Խոսել է նրա մասին, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը ամբողջությամբ պետք է փոխվի եւ վերանորոգվի եւ չի կարելի հույս դնել նորից միայն Միացյալ Նահանգների վրա, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման վրա նաև հույս դնել չի կարելի։ Ֆրանսիայի նախագահը ասել է, որ Փարիզը բանակցություններ է վարում Բերլինի հետ նրա մասին, որ իր սեփական միջուկային զենքը նաև տարածվի ընդհանուր եվրոպական պետությունների ուղղությամբ, այսինքն Ֆրանսիան գոտով է
պատրաստ է իր սեփական միջուկային զենքը այսպես տրամադրել նաև ուրիշ եվրոպական պետություններին, եւ ընդհանուր առումով Մակրոնը խոսել է նրա մասին, որ Եվրոպան ունի մեծ հնարավորություններ, եթե համախմբվի եւ միասնական գործի։ Եվ դրա օրինակները բերե նաև խոսել է նրա մասին, որ ընդհանուր առումով տեսեք, ասում է Եվրոպայում շատ ունենք տարբեր տանկերի համակարգներ, բոլոր պետություններում տարբեր, շատ ունենք ինքնաթիռների տարբեր համակարգներ, իսկ Միացյալ Նահանգներում մեկ համակարգներ է եւ մրցակցություն կա դրա պատճառով։ Մենք պետք է ասում է շարժվենք միասնական եվրոպական մոդելի, որտեղ որ մի նման զենք կունենանք, մի նման արտադրություն եւ ավելի կհամախմբվենք, այսինքն ինչ որ առումով Եվրոպան այլ ավելի մոտեցման մասին պետք է աշխատի, այս ուղղությամբ պետք է աշխատի ըստ Էմանուել Մակրոնի։ Խոսել է նաև Միացյալ Թագավորության վարչապետ Կիեր Ստարմերը, ասել է, որ աշխարհը դառնում է ել ավելի վտանգավոր տեղ, Ռուսաստանը զինվում է եւ ցույց է տալի, որ ուժն է այս դարի գլխավոր ուրեմն դրամը, այսպիսի գնահատական է տվել, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի պատերազմելու, պայքարելու եւ նաեւ պետք է պատրաստ լինի սեփական անվտանգություն ապահովելու համար։ Ինքը ասել է, որ առանց Բրիտանիայի եվրոպական անվտանգություն չի կարող լինել եւ նաեւ Բրիտանիայի անվտանգություն առանց եվրոպական անվտանգություն չի կարող լինել։ Եվ նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ել ավելի եվրոպական պետք է դառնա, Եվրոպայի դերը ՆԱՏՕ-ում պետք է ուրեմն մեծանա։ Զուգահեռ դրա խոսել է կոնկրետ քայլերի մասին եւ ասել է, որ Միացյալ Թագավորությունը ուրեմն հյուսիսատլանտյան հատվածում եւ Արկտիկա, Գրենլանդիայի այդ ուղղությունով կուղարկի իր միակ ուրեմն ավիակիր խումբը, որը շատ կարևոր դեր կկատարի այդտեղ անվտանգության առումով։ Խոսել է նաեւ Եվրոպական միության նախագահ ուրեմն Ուրսուլա ֆոն դեր Լայնը եւ ասել է, որ եվրոպական պետությունները պետք է ակտիվացնեն այն կետը, որը վերաբերվում է հոդված 42.7-ին ընդհանուր պաշտպանության մասին Եվրոպական միությունում եւ ընդգծել է, որ ուրեմն այս կետը պարտադիր է եւ եվրոպացիք պետք է իրար օգնեն որևէ հարձակման դեպքում։ Եվրոպական միության նաեւ նախագահ ասել է, որ ուժեղ Եվրոպան անհնար է առանց ուրեմն Միացյալ Նահանգների, բացի դրանից քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեին եւ ասել, որ այդ գաղափարը, որ Եվրոպան իրան չի կարող պաշտպանել առանց Ամերիկայի, սա սխալ գաղափար է, բայց ընդհանուր առումով Եվրոպան պետք է Ամերիկայի հույսը ունենա եւ խոսել է նաեւ նրա մասին, որ պետք է ընդհանուր եվրոպական համակարգներ ձևավորվեն, այդ թվում թվային ինքնիշխանության ուղղությամբ եւ դա նկատի ունի, որ եթե ուշադիր լինենք այսօրվա տեխնոլոգիաները, որը մենք օգտագործում ենք, կլինի դա YouTube-ը, կլինի դա Facebook-ը, կլինի դա տարբեր ուրիշ նաեւ ամեն օրվա այդ տեխնոլոգիաները, որը մենք օգտագործում ենք, iPhone-ը, խոսքին եւ այլն, մեծ մասամբ կամ Google-ը, մեծ մասամբ այդ ամեն ինչը ամերիկյան է եւ եվրոպական շատ քիչ կա եւ այդ առումով իրանք խոսում են Եվրոպայի դերը զարգացնելու մասին։ Հետաքրքիր է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները, որը ընդհանուր առումով միջև այդ խոսել էր, որ Եվրոպան առանց Միացյալ Նահանգների չի կարողանա հզոր լինել եւ դա քննադատել են ուրեմն իր հայտարարությունները այս գագաթնաժողովի ժամանակ, այսինքն Եվրոպան ել ավելի մեծ դեր պետք է կատարի ըստ իրենց։ Խոսել է նաև Եվրոպական միության գլխավոր ներկայացուցիչը արտաքին գործերում Կայա Կալասը, որը քննադատել է Միացյալ Նահանգների մոտեցումը, որ արևմտյան աշխարհը խնդիրներ ունի եւ ասել է, որ Եվրոպան լուրջ խնդիրների առջև է կանգնած եւ այդ խնդիրները վերաբերվում է Ռուսաստանի սպառնալիքներին, իսկ Եվրոպական միության ուղղությամբ հակառակը շատ պետություններ ուզում են միանալ Եվրոպական միությանը։ Նաև ուրեմն ներկայացրել է 3 փուլից բաղկացած այսպիսի գործընթաց Կայա Կալասը, ըստ որի Եվրոպան պետք է հզորացնի իր պաշտպանության հնարավորությունները, ընդլայնի Եվրոպական միությունը Ուկրաինայի եւ Բալկանների ուղղությամբ եւ նաեւ հզորացնի իր միջազգային կապերը եւ նաեւ ռուսական կայսրության դեմ պետք է պատրաստ լինի պայքարելու եւ պետք է ասել, որ ուրեմն
Ռուսաստանը այս պահին գտնվում է շատ բարդ իրավիճակում, մարտի դաշտում եւ չի կարող իր նպատակներին հասնել։ Վոլոդիմիր Զելենսկին, Ուկրաինայի նախագահը, նաև կարևոր հայտարարություններ է արել, խոսել է նրա մասին, որ որևէ ուրեմն տարածքային զիջումը Ուկրաինայի կողմից նման է լինելու Մյունխեն 2-ին 1938 թվականին եւ Ուկրաինայի բաժանումը, ինչպես իր ժամանակ նաև Հիտլերին այդպես փոխանցեցին տարածքները, չի բերի որևէ արդյունքի եւ այդ դասերը մենք պետք է նաև քաղենք պատմությունից։ Խոսել է նաև նրա մասին, որ Եվրոպան, որ ներկա չէր այդ գործընթացներում, դա Եվրոպայի թուլության նաև մասին է եւ Եվրոպան պետք է փոխի իր մոտեցումը եւ իհարկե քննադատել է Ռուսաստանին։ Խոսել է նաև Դանիայի վարչապետը, ընդհանուր առումով խոսել է Գրենլանդիայի սուվերենության մասին եւ ասել է, որ Միացյալ Նահանգների այդ մոտեցումները ուրեմն անընդունելի են եւ Դանիան չի պատրաստվում Գրենլանդիան զիջել Միացյալ Նահանգների համար եւ նաեւ ասել է, որ աճեցնելու են ուրեմն հնարավորությունները Գրենլանդիայի ուղղությամբ, նկատի ունեմ Դանիան աճեցնելու այնտեղ իր զորքերի հնարավորությունները։ Խոսել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եւ ընդհանուր առումով գնահատել է, որ շատ վատ իրավիճակ է, որ պետությունները պատրաստվում են միջուկային զենքի նորից արդիականացման համար եւ սա փաստացի խնդրահարույց է տեսել, զուգահեռ դրա խոսել է, որ այո, ուրեմն հետաքրքիր է, որ Ֆինլանդիայի հետ նաև այդտեղ պատասխան են ունեցել, որ Ֆինլանդիան փաստացի անդամակցել է Ուկրաինային, օգնելով Ուկրաինային, եւ Ֆինլանդիայի նախագահն է նաև խոսել եւ ասել է, որ ուրեմն Ֆինլանդիան ուժ է բերում դեպի ՆԱՏՕ, որտեղ որ անդամակցել է, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն թուլացնում է։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ուրեմն նաև խոսել է ուկրաինացիքի մասին եւ Ուկրաինային է գովել, ասել, որ Ուկրաինան շատ կարևոր դեր ունի եւ նաև ասել է, որ ՆԱՏՕ-ի դեմ որևէ արշավը անընդունելի է, ՆԱՏՕ-ն շատ կարևոր է Լեհաստանի համար եւ կոչի արել միասնության։ Արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ է խոսել Լեհաստանի եւ ասել է, որ Եվրոպան պետք է ել ավելի հզոր դիրքեր ունենա եւ շատ պետություններ այդտեղ նաև քննարկել են միասնական Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Շվեցիան եւ Միացյալ Նահանգները Արկտիկայում անվտանգության հարցերը։ Ընդհանուր առումով, հարգելի հայրենակիցներ, տեսնում եք, որ մի շարք կարևոր հարցեր են քննարկվել, կարելի ասել տրանսատլանտյան դաշինքի ճակատագրի հարցեր էր նաև այդտեղ որոշվում ամեն տարի տեղի ունեցող եւ հիմա կարծում եմ ձեր համար ավելի հասկանալի է ինչու է իմ համար զարմանալի եւ անընդունելի այն փաստը, որ Հայաստանը այս կոնֆերանսում ներկա չէր։ Հուսով եմ սա չի կրկնվի եւ հուսով եմ, որ Հայաստանը շատ ակտիվ կշարունակի իր մասնակցությունը այս շատ կարևոր գագաթնաժողովում։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կարծում եմ հետաքրքիր ստացվեց եւ ես կոչ եմ անում ձեզ, որ այսօր նաեւ հիմա դիտենք վերլուծությունը, որը վերաբերվում է Ռուսաստանի սպառնալիքներին Հայաստանի հանդեպ։ Գալուզինը մի շարք այդպիսի հայտարարություններ է արել Լավրովի ուրեմն օգնականը եւ փաստացի պետք է ասել, որ տեղակալն է ավելի ճիշտ այլ ոչ թե օգնականը եւ պետք է ասել, որ այս վերլուծությունը շատ կարեւոր է, առաջարկում եմ այն հիմա դիտենք։